Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության վերաբերյալ։ Մոսկվայից նշել էին, որ քաղաքական երկխոսության վերսկսման համար սակայն դեռ նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Ռուսաստանի կողմից Աբխազիան եւ Հարավային Օսիան չճանաչելու հետ։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում զիջումների չի գնա։ Նրա խոսքով օկուպացիայի դադարեցումը Թբիլիսիի կարմիր գիծն է եւ իշխանությունը չի վերանայելու այդ հարցը։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ BBC-ի նյութը ոչ միայն պարզապես սուտ է, այլև օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ծրագրված սադրանք։ Վրաստանի վարչապետի խոսքով դրանով փորձ է արվում վրաց ժողովրդին եւ ընտրված իշխանությանը շանտաժի ենթարկել, ինչպես նաեւ արհեստականորեն բորբոքել բողոքի ակցիաների հանգած կրակը։ Ավելի վաղ BBC-ն հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար օգտագործել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլ ցիանիդ կամ կամիդ։ Իշխող վերացական երազանք կուսակցությունը եւ ներքին գործերի նախարարությունը հերքել են քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ նշել է, որ Բրյուսելն ու իր ձևակերպմամբ Վրաստանում գործող վարձու հասարակական կազմակերպությունները պետք է ներողություն խնդրեն նման մեղադրանքների համար։ Նա ընդգծել է, որ Վրաստանի դեմ հիբրիդային գործողություններ են իրականացվում, սակայն դրանք հաջողություն չեն ունենա։ Բրյուսելը պետք է հրաժարվի բռնությանն աջակցելուց եւ վերադառնա եվրոպական հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգումը եւ օրենքի գերակայությունը։ Facebook-ի իր էջում գրել է Շալվա Պապուաշվիլին։ Արդեն 2 ամիս է, ինչ Բրյուսելը հրաժարվում է դատապարտել Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակումը, որը տեղի ունեցել հոկտեմբերի 4-ին։ Բռնությունը դատապարտելուց հրաժարվելը խրախուսում է ծայրահեղականությունը, իսկ ծայրահեղականությունը չդատապարտելը ահաբեկչությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Թուրքիայի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու համար եւ շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ամեն ինչ անում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար, հիշատակել Ստամբուլի հարթակը։ Նա հավելել է, որ Թուրքիան հետևում է Գազայում հրադադարի պահպանմանը։ Նրա խոսքով խաղաղությունը հնարավոր է միայն երկու պետությունների ստեղծման դեպքում։ Էրդողանը Ֆինլանդիային կոչ է արել ճանաչել Պաղեստինը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստի շրջանակում հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև Սևծովում նավարկության անվտանգության հարցերը։ Ֆիդանն ու Ռյուտեն անդրադարձել են նաև 2026 թվականի հուլիսին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում Թուրքիայի ներդրման հարցերին։ Ֆիդանը Բրյուսելում հանդիպել է նաև Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Վերջինս օրեր առաջ նշանակվել էր խաղաղության շուրջ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, փոխարինելով պաշտոնաթող Անդրի Երմակին։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրակթարը Ուկրաինային եւ Ռուսաստանին կոչ է արել չթիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքը ռազմական գործողությունների շրջանակում։ Նա ընդգծել է Սևծովով եւ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով էներգակիրների մատակարարման անխափան ապահովման անհրաժեշտությունը։ Այս հայտարարությունը հնչել է Սևծովում էներգակիրներ տեղափոխող նավերի վրա մի շարք հարձակումներից հետո։ Ուկրաինան ստանձնել է դրանց մի մասի պատասխանատվությունը, շեշտելով, որ թիրախավորված նավերը պատկանում են Ռուսաստանի ստվերային նավատորմին։ Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել արևելյան միջերկրական 2025 զորավարժությունը։ Թուրքիայի զինծառայողների հետ միասին զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի բանակի ռազմածովային ուժերի խումբը, ԱՄՆ-ի հակաահաբեկչական անվտանգության խումբը եւ Պակիստանի բանակի պարեկային ծովային ինքնաթիռը։ Զորավարժությանը որպես դիտորդ մասնակցել են 19 երկրի զինծառայողներ։
Իրանը սաստիկ երաշտի ֆոնին նախատեսում է հարևան երկրների հետ գործակցել իր տարածքում ջրային պաշարներ կուտակելու համար, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալի Աբադին։ Նրա խոսքով տարածաշրջանի մյուս երկրները նույնպես դժվարություններ ունեն։ Թեհրանը դիտարկում է հարևան երկրների հնարավորությունները Իրան ջրի մատակարարման համար։ Իսլամական Հանրապետությունում ջրային ճգնաժամը շարունակվում է։ Ըստ իրանական լրատվամիջոցների երկրում ջրամբարների 67%-ը դատարկ է։ Իրանի 15 նահանգներում այս տարվա հոկտեմբերին ընդհանրապես տեղումներ չեն եղել։ Անցած տարվա համեմատ երկրում տեղումների քանակը նվազել է 83%-ով։ Սեպտեմբերին Իրանում ամբողջովին չորացել էր Ուրմիա լիճը։ Այն Ասիայի ամենամեծ աղի ջրամբարն էր, որն ուներ ավելի քան 4000 տարվա պատմություն։ Չինաստանից Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների համար ամենաապահով եւ մատչելի երթուղին հարավային միջանցքն է, որն անցնում է Իրանով, հայտարարել է Իրանի երկաթուղիների արտաքին առևտրի գլխավոր տնօրեն Շահրիար Նագիզադեն։ Նա պարզաբանել է, որ Չինաստանից Եվրամիություն են տանում 3 տրանսպորտային միջանցք։ Առաջինն անցնում է Ռուսաստանի տարածքով, երկրորդը, որը մուլտիմոդալ բնույթ ունի, անցնում է Ադրբեջանով, Վրաստանով դեպի Սևծով։ Երրորդ միջանցքը, որը մինչ օրս չի գործում, անցնում է Իրանով։ Պաշտոնյան հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Պեկինում տեղի ունեցել Իրանի, Չինաստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հանդիպումը նվիրված Իրանի տարածքով արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Միացյալ Նահանգները եւ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են կայուն խաղաղությամբ եւ թրիփ նախաձեռնությամբ ստեղծվող հնարավորություններով, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Անդրադառնալով Կենտրոնական Ասիայի 5 գումարած 1 ձևաչափին Ադրբեջանի միանալու հնարավորությանը, պետքարտուղարությունից ընդգծել են, որ տարածաշրջանային հարթակը գործում է արդեն 10 տարի։ Գերատեսչությունը հավելել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային համագործակցությանն ընդլայնմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված է այս ներուժի բացահայտմամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը կենսական քայլ է, որն աջակցում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է գրանցվում, իսկ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված կառույցների լուծարումն աջակցում է այդ գործընթացին։ Այն նաեւ նպաստում է ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը, ասել է Վալտոնենը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետական նախարար Լորդ Վերնոն Կոկերին։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը սկսվել է էներգետիկ ոլորտում, ապա ընդգրկել այլ ուղղություններ։ Նրա խոսքով լավ հնարավորություններ կան առևտրի, ներդրումների եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար։ Ադրբեջանի նախագահը պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրի համագործակցության խորացումը գնահատել է որպես փոխվստահության ցուցանիշ։ Կոկերն էլ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է զարգացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության ձևաչափով։ Ավստրիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստից առաջ հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Ջեյհուն Բայրամովը եւ Հաքամ Ֆիդանը քննարկել են երկրների միջև բարեկամական, եղբայրական եւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը եւ խաղաղության ու կայունության պահպանման ուղղված միջոցառումները։ Կողմերն անդրադարձել են տնտեսության եւ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ու հաղորդակցությունների ոլորտներում նախագծերի իրականացման հեռանկարներին։ Նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակում սերտ համագործակցությունը շարունակելու կարևորությունը, ընդգծելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը դրական ներդրում է տարածաշրջանային համագործակցության մեջ։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի կալանավորմանը։ Կազմակերպությունն այդ քայլը որակել է երկրում ավտորիտար գործելավոճի հերթական դրսևորում։ Կազմակերպության փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը նշել է, որ երկրի իշխանությունները մեծացնում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները եւ ճնշում են քաղաքական ակտիվությունը։ Նրա խոսքով Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Ալի Քերիմլիին, եթե չկարողանան ներկայացնել ենթադրյալ քրեական հանցագործության ողջամիտ ապացույցներ։ Քերիմլին կալանավորվել է դեկտեմբերի 1-ին 2.5 ամիս ժամկետով։ Նրան
մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի իշխանության բռնազավթման ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխման ուղղված գործողություններ հոդվածով։ Քերիմլիի կալանավորումը կապվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կալանավորվել է նաև Քերիմլիի խորհրդական Մամեդ Իբրահիմլին։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։